Գետում, հարակից անտառներում ու գյուղերում 20 օր փնտրելուց հետո փրկարարները գտան Մարմարիկ գյուղից մայիսի 4-ին անհետացած 2 տարեկան Տիգրանի Դին։ Ցավալի լուրը հայտնել է ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը։ Ժամը 10:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարարության աշխատակիցները Մարմարիկ գետում Հրազդան ջեկի մոտակա կամրջի մոտ հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի Դին։ Իմ նշած հատվածը երեխայի տնից հեռու է մոտ արբեց 7 կիլոմետր։ Շուրջ 20 օր տևած որոնողական աշխատանքներին մասնակցել են մեծաթիվ ուժեր, ներգրաված են եղել ընդհանուր 1590 փրկարարական ծառայող եւ ոստիկանության շուրջ 800 ծառայող, ոչ մի օր չեն դադարեցվել աշխատանքները, վերսկսվել են առավոտից, ինչպես միշտ դադարեցվել են միայն այն պահին, երբ որ մութը ընկել է եւ հնարավոր չի եղել իրականացնել որոնողական աշխատանքներ։ Ամբողջ գյուղը, ծանոթներն ու անծանոթ մի քանի տասնյակ մարդիկ փրկարարների ու ոստիկանության աշխատակիցների հետ 20 օր ու գիշեր ողջ գտնելու հույսով որոնում էին փոքրիկ Տիգրանին։ Այդ ընթացքում տարբեր վարկածներ էին շրջանառվում, գետում խեղդվելուց մինչև երեխային գողանալը։ Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին ջրասուզակներ ու անօդաչու թռչող սարքեր։ Ծնողներն ու հարազատները փոքրիկին ողջ գտնելու հույսը չեն կորցնում։ Սպասողական վիճակը Ռոպե ինչ-որ մի բանի սպասում են։ Ոչ մի բան չեմ կարող ասել։ Մեկն ասում է գետնանք է, մեկն ասում է կողացել են։ Գյուղը ոնց որ սքի մեջ է, աղոթում են։ Փոքր երեխեքներ աղոթում են։ Փոքր երեխեք աղոթում են։ Մոմ են վառում։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ին ժամը 11:47-ի սահմաններում։ Երեխան 10-15 րոպե ծնողների տեսադաշտից դուրս էր մնացել։ Առաջին վարկածը, որ առաջ քաշվեց, փոքրիկի գետն ընկնելու տարբերակն էր, քանի որ գետի ու տան հեռավորությունը մի քանի մետր է։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ գետում հայտնաբերված Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ վնասվածքներ ու բռնության հետքեր չկան։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։